Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, մենք շարունակում ենք հաղորդումների շարքը Հայաստանի տարբեր համայնքներից եւ մարզերից ու զրուցում ենք ավականու կին անդամների հետ, կամենալով ներկայացնել կանանց գործունեությունը ավականու կազմում։ Այսօր մենք արմավիրում ենք եւ իմ զրուցակիցներն են Մեծամոր համայնքի ավականու 2 անդամներ եւ Մեծամոր համայնքի ավականու նախկին անդամներից մեկը։ Թույլ տվեք ներկայացնել նրանց եւ զրուցենք։ Կայանե Հարությունյան, Մեծամորի ավականու անդամ, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, Գայանե Գրիգորյան, էլի քաղաքացիական պայմանագրի անդամ եւ իհարկե նախկին ավականու նախկին անդամ Հերիկնաս Հարությունյանը, որը հիմա զբաղվում է ինչով? Խմբակցության գործավարն եք։ Այդ կապակցությամբ եք թողել ավականու անդամի կարգավիճակը, հա, գոհ եք, որ թողել եք։ Ավելի հարմար, հա։ Շատ են անհանգստացնում ավականու անդամները ձեզ։ Չէ, եթե հարցեր լինում, խնդիրներ լինում, իհարկե բարձրաձայնում են։ Քաղաքացիները գալիս են։ Քաղաքացիները իհարկե գալիս։ Ինչ հարցերով են գալիս ձեզ մոտ։ Հողագործության, շինարարության, ճանապարհին ծախսերի։ Ինչ են ուզում։ Շինարարության համար ինչ են հարցնում, հետաքրքիր է, էլի։ Ինչու ուղիղ համայնքապետին չեն դիմում, էլի, այլ խմբակցության։ Դե հիմնականում ներկայացնում են մեզ, եթե հանդիպում ենք մենք իրենց հետ, ժողովրդի հետ, տեսնում ենք, շփվում ենք, գյուղերում գնում ենք, շփվում ենք, գյուղում ենք ապրում, շփվում ենք, հիմնականում ներկայացնում են մեզ, մենք էլ բարձրաձայնում ենք նիստերի ժամանակ։ Դիմումներ գրում են քաղաքացիները, որ գալիս են, թե թելադրում են դուք եք գրում։ Չէ, իրենք են գրում։ Գրում են, փոխանցում են մեզ, մենք փոխանցում ենք, իհարկե ունենք։ Լավ, բոլորի դեղոված էս հարցս, թե ինչու որոշեցիք դառնալ ավականու անդամ եւ ինչպես դա եղավ։ Դուք դիմեցիք կուսակցությանը, կուսակցությունը դիմեց ձեզ, առաջին անգամ եք, չէ՞, ավականու անդամ, ինչքան հասկացա ես։ 21 թվականի վերջին եք ընտրվել։ Խնդրեմ։ Ճիշտ ասած, քաղաքականությունը միշտ էլ հուզել է բոլորիս։ Լինելով ակտիվ, լինելով քաղաքականության հարցերի մեջ փոքր-ինչ մտած, խորասուզված, փորձեցինք ինչ-որ մեր հարցերն էլ բարձրացնել, համայնքների հետ, համայնքում, գյուղերի հետ կապված, ինչու՞ չէ, քանի որ մեր Մեծամոր համայնքը 31 գյուղ է համախմբել, բոլորս էլ որևիցե մի գյուղի ներկայացուցիչ ենք, փորձեցինք մեր գյուղի, հարակից գյուղերի հետ կապված, որքանով որ շփվում ենք տվյալ գյուղերի հետ, գյուղին հուզող հարցերը, իհարկե գյուղացին շատ ունի իրեն հուզող հարցեր, բարձրացնենք, լուծենք, աջակցենք, ինչ որ մի գործունեություն հանուն գյուղի, որպես գյուղից ընտրված ավականի, մեր նիստերի ընթացքում քննարկենք եւ գործենք իշահ մեր համայնքի, իշահ մեր գյուղի։ Տիկին Հարությունյան, դուք դիմեցիք կուսակցությանը, թե ավելի վաղ եք կուսակցության անդամ, թե իրենք եկան կտան ձեզ, ասացին ոնց որ թե ակտիվ կին եք, եկեք եղեք մեր ավականու տեխնացուների ցուցակում։ Ոչ թե ես դիմեցի, այլ առաջարկեցին, լինելով ակտիվ մարդ։ Կուսակցությունից դիմեցին, այո, առաջարկեցին եւ ես էլ սիրով չմերժեցի։ Կուսակցության անդամ չեք դարձել, թե դարձել եք։ Դարձել եմ կուսակցության անդամ, ես էլ չմերժեցի եւ ընդգրկվեցի որպես, այո, այդ խմբակցության մեջ եւ հանդես եկա ավականի։ Տիկին Հարությունյան, ձեր դեպքում ինչպես եղավ, որ ձերի առաջարկը եղավ, մեծ սիրով համաձայնվեցի եւ մասնակցեցի։ Ուրիշ կուսակցություններից էլ էին դիմում այդ ժամանակ, թե ոչ։ Չէ։ Քաղաքացիական պայմանագիրն է դիմել, իսկ դուք։ Ես նույն համայնքի գյուղում եմ աշխատում, դպրոցում որպես ուսուցչուհի, ես այդ տարիներին եղել եմ շատ ակտիվ, բավականին դասալսումներ եմ եղել ինձ մոտ, բաց դասեր են եղել, ընդգրկվել է նաև համայնքապետը, որը հիմա մեր համայնքապետն է, ղեկավարն է համայնքի Մեծամորի, լսել է իմ դասերը, իմ կազմակերպած միջոցառումները, տեսել են իմ ակտիվությունը, իմ կազմակերպչական դիրքը, մոտեցումները եւ իրենք ցանկություն են հայտնել, ինչպես նաեւ իմ կոլեկտիվը, տնօրինությունը եւ ուսուցչական կոլեկտիվը խնդրել են ինձ մասնակցել իմ տեխնացությունը դնել, որպեսզի ես եւ համայնքին եւ դպրոցին օգնեմ բոլոր պահանջվող եւ ուզող հարցերին։
Այդ պատճառով ես դիմեցի, այսինքն իրենք պահանջեցին, ցանկացան, ես էլ իրենց ցանկությունը ուզեցա, որ ի կատար անեմ։ Հասկացա, ուրիշ կուսակցություններից չեն դիմել ձեզ։ Չէ։ Լավ, շնորհակալություն։ Խմբակցության աշխատանքի հետ կապված Մեծամորում երկու խմբակցություն է ավականու կազմում, քաղաքացիական պայմանագիրը իշխող խմբակցությունն է եւ աշխատասենյակներ ունեք, թե չէ, գործավարը փաստորեն նստում է ձեր աշխատասենյակ խմբակցության աշխատասենյակում, ճիշտ հասկացա ես, հա։ Իսկ դաշնակցությունը ունի իր խմբակցություն, մյուս խմբակցությունը։ Միասին ենք լինում։ Այսինքն մեկ աշխատասենյակ է երկուսի համար, իրենց գործավարը ձեզ հետ է նստում։ Միասին նստում ենք։ Հա, օրենքը նախատեսում է առանձնացված աշխատասենյակներ, առայժմ չունենք այդպիսի։ Չէ, չունենք։ Մեկ միասնական աշխատասենյակ է, բավարար ժողով եք ունենում։ Դալիճում ենք անում, դալիճում։ Ավականոնիստը չէ, խմբակցության ժողով։ Հա, դալիճում ենք, մենք առանձնանում ենք, դալիճում անում ենք։ Այդպես էլ նաև մյուս խմբակցության ավականու անդամները։ Իսկ գործավարից բացի փորձագետների հաստիկներ են նախատեսվում խմբակցությունների համար մեկական ներողություն փորձագետի մենք այո ունենք փորձագետ։ Ինչի մասնագետ է օրինակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության փորձագետը, ինչ ոլորտի մասնագետ է։ Խմբակցությունն է ընտրում, ինքն է որոշում ում վերցնել փորձագետ, կարող է լինել ֆինանսիստ, շինարար, ես իմ կրթության մասնագետ եւ այլն։ Ճարտարապետականն է ավարտել։ Շինարարության, քաղաքաշինության ըստ երևույթին մասնագետ է, հա, հասկացա։ Ծախսերի հետ կապված ավականու անդամը, ինչպես գիտեք, աշխատավարձ չի ստանում եւ օրենքով նախատեսված չէ նման բան, բայց նախատեսված է կատարած ծախսերի փոխհատուցում, որպեսզի ավականու անդամը հատկապես խոշորացված համայնքի, հատկապես մեծ թվով բնակավայրեր ունեցող համայնքի, ինչպիսին Մեծամորն է օրինակ, որպեսզի ակտիվ լինի, գնա գա գյուղեր, մարդկանց հետ հանդիպի, ես իմ տարբեր հանդիպումներ ունենա 20 հոգի եք իհարկե, բայց թե 30 գյուղն էլ քիչ չէ, որպեսզի կապի մեջ լինեք, հասկանաք ինչն ինչոց է, օրենքը նախատեսում է կատարած ծախսերի փոխհատուցման մեխանիզմ։ Տրանսպորտային ծախսն է, մարդկանց հետ հանդիպելու ժամանակ սեղանին մի երկու բան տնելու ջուրեպան է, այս տեսակ պրակտիկա կա Մեծամորում, ավականու անդամները փոխհատուցվում են կատարած ծախսերի համար, թե ոչ, խնդրեմ տգենարությունը։ Եթե ավականին որոշակի ծախսեր իրականացրել, հանդիպել է գյուղի բնակիչների հետ, որոշակի ինչ ծախսեր եթե նա իրականացրել է, համապատասխան փաստաթղթով, այսպես ասած, ներկայացնում է համայնքապետին, համայնքապետն իհարկե այդ ամեն ինչը օրենքով նախատեսված օրենքով նախատեսված պրակտիկայում ունեք նման օրինակներ, օրինակ ձեզ հետ կապված կամ ձեր գործընկերների հետ կապված աշխատում է սա համայնքում, թե ոչ։ Թե ձեր հաշվին եք գնում գալիս առայժմ չեք ուզում նեղություն չեն ներկայացնում, մարդիկ էլ կան, եթե մի փոքր նեղվում են, ներկայացնում են, իհարկե դա չներկայացնելը ոչ թե ինչ որ sense հարկադրաբար չեն ներկայացնում, ուղղակի մտածում են, որ մի փոքր լումա իրենց կողմից ներդնեն, այո։ Այո։ Դուք ունեք օրինակ ձեզնից, որ ես կոնկրետ չեմ ներկայացրել։ Դուք դիմել եք։ Դիմողներ կան 20 հոգուց, թե տեղյակ չեք դուք։ Տեղյակ չենք։ Ձեր միջոցով նաև պիտի դիմեն, որտեղ փաստաթղթաշրջանառության մեջ։ Մեր միջոցով դեռ չեն դիմել այդպես։ Իսկ դաշնակցությունից, մյուս խմբակցությունից ինչքան տեղյակ եմ, չեն դիմել։ Հասկացա։ Եվ դա շատ հաճախ, եթե չի աշխատում, չեն դիմում, չեն ստանում 5 տարի շարունակ մարդը իր անձնական միջոցները ծախսելով 30 գյուղ գնալ գալ, դա մեծ ծախս է, վերջի վերջո կարող է հոգնել, կարող է ասել ինչի տեր ենք։ Նիստի ժամանակ համայնքապետը բարձրաձայնում է, ով ինչ ծախս է կատարել համապատասխան ավականու անդամների ծախսերը։ Այո, ինչ առաջարկներ, ինչ պահանջներ, ինչ դժգոհություն, առաջարկություն ունեք, տեղյակ է լինում եւ տալիս է հարցին լուծման, այո։ Դա հասկանալի է։ Մի խոսքով ավականու անդամները տեղյակ են, որ այդ հարաբերությունը ունեն իրենք, հա։ Վերապատրաստումների հետ կապված որպես ավականու անդամներ, որտեղ կանայք առաջին անգամ խոշոր հաշվով առաջին անգամ օրենքի ուժով
ընտրվել են ավականու անդամներ ու շատ հաճախ նրանք պատրաստված չէին։ Դե տղամարդիկ կան, որոնք 3-րդ, 4-րդ, 5-րդ անգամ են ընտրվում ավականու անդամներ, մասնագիտական վերապատրաստում, ավականու լիազորություններ, տեղական ինքնակառավարում եւ այլն, ինչ փորձ ունեք, որտեղ եք մասնակցել, ինչ։ Մենք մասնակցել ենք Գյումրիում, մեր կազմակերպած, դրանից բացի, մեր կազմակերպած Ծաղկաձորում, Երևանում եղավ, Երևանում տարբեր կազմակերպություններ։ Այո, եղել են բավականին վերապատրաստումներ, ինչը օգտակար է։ Այո, իհարկե օգտակար է։ Պարտականությունների մասին։ Ավական։ Դուք առիթ ունեցեք մասնակցել։ Ես Գյումրիում եմ մասնակցել, ձեզ մոտ, այդ ժամանակ եմ մասնակցել։ Հա, ծրագրով։ Իսկ տղամարդիկ հետաքրքրված են ընդհանրապես այդ սեմինարներով, ուշադիր։ Դե հարցնում են, ինչ քննարկեցիք, ինչ ասեցիք։ Իսկ իրենք մասնակցում են, հենց նկատել եք այդպիսի հետաքրքրություն։ Ծաղկաձորում տղամարդիկ են, տղաներն են մասնակցել։ Կանանց ակտիվությունը ընդհանրապես ինչպես է գնահատում ավականու կազմում։ Ավելի բարձր։ Պասիվ են, խելոք իրանց համար գնում են նիստերին, սուսուփներ նստում եւ գնում են։ Բավականին ակտիվ են, նպատակասլաց, լավ հարցադրումներ են անում, լավ ծրագրեր են փորձում առաջ բերել, ի կատարածվի։ Այո։ Առաջարկություններ, քննարկություններ։ Ուզում եմ մի երկու կարևոր առաջարկ հիշեք, էլի կանանց առաջ քաշածեր կամ ձեր գործընկերուհիների։ Մենք խոսեցինք գյուղերից ուսանողների տրանսպորտի հարցի հետ կապված, որ անվճար լինի։ Երևան թե Արմավիր գնալ գալը։ Երևան։ Եղավ, այո, Մեծամոր համայնքի մասին է խոսքը։ Չէ, հասկանում եմ, ուր գնանքան։ Երևան գյուղերից ուսանողական լինի անվճար, եւ դա կիրառվեց Ջանֆիդայից սկսած, տեղ գյուղի գյուղերից ուսանողներին անվճար տանում էին Երևան, բերում էին։ Կա հիմա այդ ավտոբուս է, ավտոբուսներ են, հա։ Այս պահին էլ գործում է հավանաբար, ոչ թե հավանաբար գործում է։ Միշտ այդ հարցը, քանի որ խոցելի է գյուղական, գյուղաբնակ ժողովրդի համար, դա մեծ բան է, որ երեխան ինչ որ չափով անվճար օգտվի։ Ուրիշ ինչ նախաձեռնությունների մասին կհիշեք, որ կանանցից են եկել այդ նախաձեռնությունները։ Ես եմ դպրոցի երեխաների սննդակարգի համար։ ՊՕԱԿ դպրոցի, պետական։ Հա, բանը գազի այնտեղ ջարուցման հարցը, կանալիզացիայի հարցը, ջրի խողովակը։ Համայնքապետին եք դիմել։ Հա, համայնքապետին եմ դիմել։ Նիստով քննարկել ենք եւ համայնքապետը ընդառաջել է օժանդակել այդ հարցերը։ Իսկ ՊՕԱԿ-ը դպրոցի տնօրենը, մարզպետարանը, կրթության վարչությունը, նախարարությունը։ Չէ, ուզում եմ հասկանալ, տեսեք, այդ հիմնարկը պետական հիմնարկ է։ ՊՕԱԿ դպրոցը պետական է, մանկապարտեզ չէ, որ ՀՕԱԿ լինի եւ իրենց ուղղությամբ պետական իշխանությանը, պետական բյուջեից Ես որպես ավականի դիմել եմ։ Լավ եք արել, ես դեմ չեմ որ դիմել եք, հա, ուղղակի ուզում եմ հասկանալ, թե մինչև ավականու անդամը համայնքի բյուջեից փող ուզելու մասին է, չէ՞ խոսքը, ջեռուցման։ Հա, չէ, ջեռուցումը չէ, այնտեղ սնունդներ են մինչև այդ երեխաների դե բան այդ հացուտելու տեղը առանձին բուֆետը, կարեք ճաշարանը, տարական դասարանների պատրաստել է, այնտեղ դեռ չէին պատրաստել, ես դիմեցի, համայնքապետը ընդառաջեց բավականին հարցերում օգնեց եւ ջեռուցման հարցով եւ ջրի խողովակները այնտեղ ջուրը ապահովեց եւ դպրոցի բարեկարգման հարցով օգնեց։ Հետաքրքիր է պետությունը, մարզպետարանը, հենց դպրոցը այս հարցով ինչպես էր զբաղվում, էլի։ Այդ ժամանակը դեռ մարզպետը չէր, համայնքապետն զբաղվել, օգնել է ինքը։ Ես որպես Նորապատի բնակիչ, որպես այդ դպրոցի ուսուցչուհի, ես դիմել եմ, խնդրել եմ, ընդառաջել են, օգնել են դպրոցին եւ բնակիչների խնդրանքով դիմել եմ փողոցների կարգավորման հարցում, այնտեղ աղբի կուտակումների հարցում համայնքապետը աղբա մանր ուղարկել եւ դպրոցը եւ փողոցները բոլորը բարելաված է, բոլոր աղբարկները ակուրատ դիմակուր տեղադրված են։ Շատ Հա, այդ հարցերը շատ գեղեցիկ կազմակերպված է համայնքապետարանի կողմից։ Հասկանալի, որոնք համայնքապետարանի լիազորություններն են, բարձր իրենք պիտի անեն, ուղղակի ՊՕԱԿ դպրոցի դեպքում իմանալով պետությունը պիտի այդ հարցերով զբաղվի, պետական իշխանությունը եւ ոչ թե համայնքային։ Հա, հետո իրանք որոշեցին ինչ որ դահլիճի հարցերով եւ այլն։ Ազդվեցին, հա։ Դեռ ընթացքի մեջ
մինչև հիմա, այսպես ասած։ Պարզ է։ Շնորհակալություն։ Իսկ բանը ավականու հանձնաժողովների գործունեությունը ինչպիսին է։ Ավականին ունի նաև իր հանձնաժողովները, որոնց մեջ ներգրավված են ավականու անդամները, ամեն մեկը կոնե մեկի մեջ բացառությամբ համայնքի ղեկավարի, մյուսները պիտի պաշտուկ եք ավականու հանձնաժողովների անդամներ եք։ Նիստերը գումարվում են, չեն գումարվում, ինչպես են գումարվում դրանք։ Հայաստանում մեկ սա բան է, չկայացած մի համակարգ է, օրենքը նախատեսում է, որ ավականու նիստի օրակարգի հարցերը մինչև ավականու նիստին հասնելը պիտի անցնեն հանձնաժողովների նիստերով։ Ինչպես ազգային ժողովում է, հանձնաժողովներում լսում են, դրական եզրակացություն ստանալ կամ չստանալ, հետո գալիս են ավականու լիագումար նիստի։ Մեծամորի պրակտիկան ինչպիսին է։ Ունենք այդպիսի հանձնաժողովներ, բայց հանձնաժողովների մեջ օրինակ ես ընդգրկված չեմ, բայց գիտեմ, որ հանձնաժողովները տարբեր հարցեր են քննարկում։ Հանձնաժողովի անդամները, ավականու անդամներն են, դե բնական է, եւ տարբեր հարցեր քննարկում են։ Եթե չեմ սխալվում, բավականին մեծ հաճախականությամբ էլ հավաքվում են այդ հարցերը քննարկում են։ Բոլոր հարցերը պիտի հանձնաժողովներում լսվեն։ Դա պիտի տեղի ունենա ավականու նիստից առաջ։ Եվ ավականու նիստի ժամանակ քննարկվում է։ Դե հասկանալի ավականու նիստի ժամանակ։ Դե մենք ունենում ենք նաև արտահերթ նիստեր։ Հրատապ նորից այնպես է լինում, որ ամիսի 2 անգամ ենք հավաքվում։ Եթե հրատապ հարցեր է լինում, հավաքվում ենք, քննարկում ենք համայնքապետի հետ միասին, լուծում ենք տալիս հարցին։ Հասկանալի է։ Մեծամորի գլխավոր խնդիրները որոնք են։ Դուք տեղյակ եք ձեր համայնքի զարգացման հնգամյա ծրագրին տարեկան աշխատանքային պլաններ, ամեն տարվա համար աշխատանքային պլաններ եւ այլն։ Դրանց մեջ գրված են անելիք գործերը, կանաչապատում, աղբանություն եւ այլն եւ այլն։ Ինչ խնդիրներ կան, որոնք համարում եք, որ ամենաառաջնահերթն են։ Մի 2, 3, 4 կնշեք։ Բարձրահարկ շենքերի վերելակների նորոգում, որը գրեթե եթե ոչ 100%-ով, մի 80%-ով։ Ինչքան ժամանակ է որ չեն աշխատում դրանք։ Աշխատում են։ Հիմա արդեն փոխվել է, աշխատում են լավ, տանիքներ, մաշվել են, հա, մաշվածություն են։ Այո։ Հին վերելակներն են, այո, փոխվել են նորերով, տանիքների բարեկարգում վերելակների մասը հասկանանք, եթե բոլորը նորոգված են, նոր են։ Գրեթե բոլորը։ Հա, ինչ որ մի քանիսը մնացել են։ Չի մնացել, ուրեմն արդեն վերանորոգվել է բոլորը կամ փոխվել է։ Դա պրոբլեմ չէ։ Չէ, տանիքները, բարձրահարկ առհասարակ տանիքները, կանաչապատում, որը ակնառու ձևով նկատելի է։ Չէ, ես ուրիշ բան եմ հարցնում։ Ես հարցնում եմ, թե ինչ խնդիրներ կան, որոնք պիտի լուծեն։ Պիտի։ Հա, ոչ թե լուծվել են արդեն։ Լուծվել են, արդեն լուծվել են։ Այնտեղ գյուղաբնակ վայրերում փողոցների ասֆալտապատում ունենք։ Գյուղական փողոցների նորոգում։ Այո, ունենք այդպիսի խնդիր, որովհետև դեռ բոլորը լուծված չեն։ Կան գյուղեր, փողոցներ, որտեղ գազամատակարարում չկա, գազաֆիկացված չեն։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Բայց կառուցվել են գեղեցիկ մանկապարտեզներ։ Այո, մեծ թափով զարգ է առել ուսումնական այդ կրթական համայնքային բյուջեի միջոցներով են, թե պետական բյուջեի միջոցներով, թե սուբվենցիոն ծրագիր է դա։ Տարբեր ծրագրեր կա, եւ սուբվենցիոն, եւ համայնքի բյուջեի մի մասը համայնքի բյուջեի հետ կապված է ներդրում արվում, մի մասը պետական ֆինանսավորմամբ են արվում։ Պետական տրամաշնորհի։ Այո։ Պրոբլեմները որոնք են ուրիշ։ Ինչի կարիք ունի մեծամոր համայնքը ամենաշատը գյուղական ճանապարհներ ասացիք։ Այո, գյուղական ճանապարհների տանիքները պիտի նորոգվեն, բարձրահարկ շենքերի մասին էր խոսքը։ Ջրերի եւ ոռոգման ջրերի հարցն է։ Խմելու ջրի հարց կա։ Խմելու ջրի եւ ոռոգման ջրերի։ Հիմա դրա հետ կապված ինչ է արվում օրինակ։ Բավականին հարցեր կա, բավականին գյուղերում կային շատ վատ գյուղեր կային, շատ վատ վիճակի մեջ էին գտնվում։ Բավականին գյուղեր բարելավել է, մնացածով դեռ շարունակաբար աշխատանքներ է կատարվում։ Հա, բայց ձեր հնգամյա զարգացման ծրագիրը կամ տարեկան աշխատանքային պլանները ինչ են ասում, օրինակ բոլոր բնակավայրերը խմելու ջուր երբ կունենան։ Դե հերթականությամբ է այդ գործը արվում։ Հասկանալի։ Ուրիշ խնդիրներ, ուրիշ խնդիրներ։
Ինչի կարիք ունի։ Գիտեք ոնց է, ամեն ախր ես հո չեմ եկել Գովասանագիր տամ։ Մեծամոր համայնքին եւ Գովասանքի խոսքեր չեն։ Հարգելիներս, իմ հարցերի պատճառը հետեւյալն է, տարբեր համայնքներում ես այս հարցերը տալիս եմ, ուզում եմ հասկանալ, թե օրինակ Մեծամորի դեպքում գլխավոր խնդիրները որոնք են, որ եկուց մյուս օր ենթադրենք տոնորը դուռը բացում մտնում է ներս, ասում է եկել եմ օգնեմ ձեր համայնքին։ Ինչի կարիք ունի ձեր համայնքը։ Մի օր էլ ցես կպատահեն այդ մարդիկ, հա, ասեք։ Ամեն համայնք ունի իր ավականին։ Ամեն ավականին նիստի ժամանակ ներկայացնում է իր համայնքում տեղ ունեցող խնդիրները, ինչ խնդիրներ կա այդ համայնքում, այդ գյուղում։ Եվ այդ հարցերը դրվում են նիստի, քննարկում ենք։ Հասկացա։ Տիկին Գրիգորյան, բերեք սկզբից կանք։ Ամեն քաղաքական ուժ ընտրվելու հայտ ներկայացնելիս ուսումնասիրում է համայնքի խնդիրները, նախընտրական ծրագիր է ներկայացնում։ Ասում է, այս 10 խնդիրը առաջնահերթ է, այս մյուս 10-ը երկրորդ հերթին։ Ընտրվելու դեպքում այդ նախընտրական ծրագիրը որպես կանոն դառնում է կամ պիտի դառնա հնգամյա զարգացման ծրագիր։ Եթե դուք տեխնացություն եք առաջադրել կոնկրետ կուսակցության հետ եւ այդ նախընտրական ծրագրում նախանշել եք Մեծամորի համար այս բաներ, մեկը դուք եք առաջարկել, մյուսն է առաջարկել եւ այլն։ Ընտրվելուց հետո իշխող մեծամասնություն եւ մշակում է համայնքապետը հնգամյա զարգացման ծրագիր։ Բերում է ավականու նիստին, ասում է հարգելի ավականու անդամներ, խնդրեմ քվեարկեք, մինչև դեռ հանրային լսման է տնում, որպեսզի ժողովուրդը իր կարծիքն ասի այդ նախագծի հետ կապված։ Ընթացքում փողերը որպես կանոն հերիք չեն անում բոլոր այն գաղափարների իրականացմանը, որը անհրաժեշտ է համայնքի համար, էլի։ Ոչ մի համայնքում այդպիսի երջանկություն չկա, էլի, որ բոլոր ցանկությունների համար փողերը բավարար լինեն։ Չկա նման, ինչ որ բան ստիպված ստանձնում են, որպեսի անեն, ինչ որ բան ասում են, ախպեր չենք կարող անել, փող չկա, էլի դրա համար։ Ինչ որ բաներ ձեր հնգամյա զարգացման ծրագրի մեջ գրված է եւ անում եք, մանկապարտեզ պահելու ծախսը գրած է, անում եք։ Այո։ Լավ կլինի, որ փողը շատ լինի, աշխատավարձերը շատ լինեն, այս ուրիշ խոսակցություն է, հա։ Հա, բայց բաներ էլ կան, որ այնտեղ չկան գրած, տեղ չեն գտել, էլի, բայց կարիքը կա։ Էս եմ հարցնում, էլի։ Թե ամեն ինչ լավ է, եթե լավ է, ավելի լավ է։ Կարիքը կա, ասում եմ, փողոցներ կան, այդ փողոցները հասկացա։ Որ ջրամատակարարումից բացի գազաֆիկացված հարցն էլի, որովհետև հիմա առաջնային է, էլի, այդ ջեռուցման հարցը, որ ջանք են անում, որ այդ փողոցներն էլ գազաֆիկացնեն, թեև երևի մեծ գումարների հետ դա կապված, բայց կոնկրետ այդ ուղղությամբ զբաղվում են, որ բոլոր փողոցները գյուղերը ունենան գազաֆիկացված տարածքներ։ Տիկին Հարությունյան, դուք ավելի շատ եք շփվում, հա, քաղաքացիները գալիս են ձեզ են հանգստացնում, ճիշտ հասկացա, ես թե չէ։ Գալիս են, ոչ այդքան շատ։ Իրենց խնդիրները, հələ հիշեք, ամենաշատը ինչի մասին է իրենց բողոքը, խնդրանքը։ Նորից նույնն է, հիմնականում գյուղերը ճանապարհների հետ կապված է, ոռոգման ջրի հետ կապված է։ Ֆինանսական օժանդակություն խնդրելու գալիս են, թե չէ։ Ունենք մի այդպիսի, հա, եղել է շատ անապավ ընտանիքներ, հա, անապավ ընտանիք եւ ունեն հաշվանդամ երեխաներ, դիմել են, մենք էլ դիմել ենք մեր սոցիալբաժինը, օգնել են գումարային տեսքով։ Ավականու որոշման բյուջեից փող է այո, որոշման։ Անցած նիստի ժամանակ մեր ավականներից մեկը դիմեց համայնքապետին, ներկայացրեց, որ իր գյուղի բնակիչը ծայրահեղ ծանր վիճակում է եւ ֆինանսապես անապահով վիճակում է գտնվում, վիրահատության համար մեծ գումար էր անհրաժեշտ եւ ավականինները բոլորը միասնական ձևով կողմ քվեարկեցին եւ համայնքապետի եւ մեր օգնությամբ հարցը լուծվեց, որպեսզի գումարի ինչ որ չափը թե ամբողջ գումարը կարողացաք կարծեմ ամբողջական գումարը փոխանցվեց, որպեսզի այդ գինը գնա բուժման։ Հասկանալի։ Շնորհակալություն, ինչ եք կարծում դուք ցանկություն կունենաք էլի առաջադրվելու, թե ոչ, թե հոգնել եք։ Իհարկե, այո։ Հա։ Ինչ ենք հոգնել։ Սիրով կարելի ասել։ Տիկին Հարությունյանը։ Մտածում եք, հա։ Ոչ, կուզեմ։ Կուզեք ընդ։ Հա, իսկ կան ձեր շրջապատը ակտիվ կանայք, շրջապատում ակտիվ կանայք, որոնց կխրախուսեիք, կառաջարկեիք նույնպես։ Այո, կան։ Ներգրավվել։ Այո, կան։
Եվ մենք էլ մեր կարծիքն ենք հայտնում, բանը ողջևորում ենք, որ միգուցե օրը գա ընտրությունների հետ կապված լինի, նրանք էլ ներգրավվեն, ինչու ոչ։ Հասկացա։ Վերջին հարցն էլ տամ, արցախցիներ կան ձեր համայնքում տեղավորված։ Այո։ Ինչպես են տեղավորվել, ինչ կա, չկա, շփվում եք հետները, հանդիպում եք։ Անձամբ ես ունեմ 5 աշակերտ արցախցի, որոնց մենք մեծ հոգատարությամբ ենք վերաբերվում, թե գրենակապիտույքներով, գրքերով, թե հագուստի տեսակով, թե ֆինանսական ինչ հարցերով լինի դպրոցի տնօրեն։ Ընտանիքները ինչպես են տեղավորվել։ Ընտանիքները մեր համայնքապետը սկզբնական շրջանում իրենց մահճակալներով, անկողիներով, ինչ չէ վեր այդ համայնքի միջոցներով։ Հա, համայնքի միջոցներով բավականին մեծ օգնություն, աջակցություն տվեց, որը ասենք հյուրանոցներում ինչ որ մաքրեցին, կահավորեցին, տեղավորեցին, որը ինչ որ մարդիկ տարան իրենց տներում, առաջիկայում սկզբնական շրջանում օգնեցին մինչև բնակության վայրը կկազմակերպվի, որոնք մի մասը վարձով են ապրում, դե պետությունն էլ իրենց ֆինանսավորում աշխատանք են ընդունվել, օրինակ ես իմ ծնողներին մի երկուսին օգնեցի աշխատանքային հարցով, ավարտած էին բժշկական հարցով չէին կարողանում, խնդրեցի համայնքապետին, ընդառաջեցինք, օգնեցինք, աշխատում են, շատ լավ է պայմանները, երեխաները շատ ակտիվ են, լավ սովորում են, կարելի ասել մեր երեխաներից ակտիվ են, տեղի աշակերտներից։ Արցախցիներ գալիս են ձեզ մոտ։ Դիմել են, օգնել ենք իրենց շատ հարցերում։ Էլի ֆինանսական, նյութական օգնություն։ Հա, նյութական իհարկե օգնություններ մեր համայնքապետը շատ ա բերել մինչև այս վերջի անցած ամիս էլ իրենց օգնություն տալիս են եւ սնունդով եւ տնտեսական շատ գոհ են իրենք, ինչքան հնարավոր ամեն ինչ ժամանակի հա սնունդը միշտ ա եղել տվել են, շատ լավ օգնություններ ա եղել իրենց։ Լավ, հասկացա, թույլ տվեք, շնորհակալություն հայտնել ձեզ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Սիրելի ժողովուրդ, եզրափակում ենք Մեծամորի ավականու անդամների եւ ավականու խմբակցություններից մեկի քաղաքացիական պայմանագրի խմբակցության գործավարի հետ մեր հարցազրույցը, այս շարքը շարունակվելու է, խնդրում եմ լայքել, բաժանորդագրվել եւ տարածել, որպեսզի հաղորդումը հնարավորինս շատ մարդ տեսնի։ Շնորհակալություն մեզ ժամանակ հատկացնելու համար։